Ողջույն սիրելի հետևորդներ, ողջունում եմ ձեզ մեր ալիքի եթերում, այսօր կրկին Հովտաշատի շուկայում եմ, եկել եմ ձեզ համար նկարելու նախ Հովտաշատի շուկայի գները, ապա տեսանյութի երկրորդ մասով կնկարանեմ նաև Մալաթիա շուկայի գները։ Մեկ օրում նկարելու եմ երկու շուկաների գները, որպեսզի դուք ձեզ համար տարբերությունը տեսնեք։ Դե ինչ արժվենք առաջ տեսնենք։ Լավ, սկսենք սոխից։ Սոխի ինչ արժի։ 200 Սոխը 200 դրամ։ Իսկ ռեհանը։ Yes, Ուրեմն ռեհանը 100 դրամ։ Ay 50. Պետրուշկան ինչ կինա։ 230 դրամ։ Բարև ձեզ, համեմի գինը կասեք։ Բարև։ Իշկա թանկ է կասում թե եժան։ Ինչ գին կա, եթե լասեք։ 230, լավ 230։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Կարելի է։ Ամենաեժանը Սամիտ 80։ Սամիտ 80։ Հա։ Ամենաանբախտեղեն եմ ես։ Բայց շատ էժան է Սամիթի համար 80։ Ես եմ ուզում թանկելի։ Իսկ դանդուրն ինչ արժի։ 70։ Դանդուրը 70, բազուկները։ Բազուկ շավելա։ Շավել։ Հա։ Սա որտեղի շավելն է։ Մեր գեղի։ Ձեր գեղը ո՞րն է։ Դաշտավան։ Դաշտավան։ Նա մի հատ ճաշի ամ։ Կարելի է։ Հա, բավարար չի կարելի։ Օգտակար բան է։ Ամեն օգտակար է։ Հա, թթվաշ է ինքը։ Մի թեթե թթվաշություն ունի։ Հա, էտա։ Հա, ծանոթ եմ։ Բայց տերևից ուղղակի չտարբերեցի։ Բանը 68 կտան եթե ուզում։ Սա 68 կտա դանդուրը։ Իսկ քյարավուզները։ Քյարավուզները 150։ Դե կարամ։ Տեսեք, սիրելի հետևորդներ, քանի որ պահածոյի սեզոնն է, նկարում եմ նաև ձեզ պահածոյի համար, որ հասկանաք որտեղից գնումներ կատարեք։ Բարև ձեզ, դանդուրը կասեք գինը։ Դրամ է սանում թե 4 սամիթն ինչ արժի։ 150։ 4-ը 150։ Իսկ այստեղ քյարավուզը։ 150։ Հա, բիբար ունեք, այստեղ դուք նաև բիբարի գներին ծանոթանանք։ 250, 200։ 250, սա ո՞րն էր։ Հրուստանը։ Գինը նկատի ունեմ։ Սա 250։ Հա։ Իսկ սա։ Այդ նույնն է։ Հա, նույնն է, երկուսն էլ 250։ Իսկ բազուկը։ Բազուկը 150։ Բազուկը 150։ Շնորհակալություն։ Համեմը 250։ 200 սպանախը։ 200 էլ 200 սպանախը։ Համեմի գինը մոտ 10-15 օր առաջ եմ ճշտել, մի քիչ բարձրացել է, մի քիչ։ Չէ, 10-15 օր առաջ։ Հա, հա, 100-150 էին ասում, մի քիչ իջել է։ Այսինքն բարձրացել է, ոչ թե իջել է։ Հետո նորից իջավ, ես այսօր նորից բարձրացել։ Այսօր նորից բարձրացել է, շատ լավ։ Որով քիչ ան։ Շատ լավ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ռեհանի գինը կասեք։ 100 դրամ։ Իսկ 4 սամիթը։ Դա էլ 100։ Պետրուշկաները 250։ Սա ինչ գույն։ Սա կանաչ ռեհանն է։ Այն լիմոնի համով որ ասում են ռեհան, դա է։ Սա ինչ արժի։ 150։ Սա էլ 150։ Հա, ծիծակ ունեք, թթվի համար ծիծակ ունեք։ Տեսեք, լավ որակի թթվի ծիծակներ են։ Սրանք ինչ արժեն։ 250 դրամ։ Ծիծակի թթվի սեզոնը արդեն բացվել է։ Բարև ձեզ։ Սամիթն ինչ արժի։ Սամիթը 100 դրամ։ Համեմը 150 դրամ։ 150։ Իսկ ձեր սոխը։ 250։ Շնորհակալ եմ։ Կասեք 150 դրամ։ 150 դրամ։ Մեկ էլ կոտեմի գինն եմ ուզում իմանալ։ Կոտեմի գինը կասեք 100 դրամ։ 100 դրամ։ Շնորհակալ եմ։ Ուրեմն պոմիդորը 170։ Բիբարն ինչ արժի կարմիր բիբարը։ Սա 200։ Թթվի ծիծակը 250։ Կարելի է մեկը հանել միջից։ Սովորական ստանդարտ թթվի ծիծակներ են։ Իսկ բադրիջանները 120 դրամ։ Վարունգի գներն ինչքան են։ Մարինաթինը որքան։ 5 Մարինաթի վարունգներ են 500 դրամ, սիրելի հետևորդներ, իսկ մեծ վարունգը 120։ 300 կարաս դու ասես, հա։ 300 դրամ։ Ասենք թե չաս։ Էսի 500 դրամ։ Սա 500 դրամ։ Սա որտեղի խաղողն է։ Արգավանդ։ Արգավանդ։
Բամյանները 500 դրամ են։ Սրանք Սև քիշմիշի։ հա 350, Սև քիշմիշի 300։ Իսկ սա Արմենյան։ 350 սրանք։ Սա միջև էստեղ 350, սա 400։ Բարև ձեզ, դեղցիգինը կասեք։ Դեղցիգինը 250։ Ինչպես է կոչվում այս դեղցը, անուն ինչ է։ Օնո։ Սիրելի հետևորդներ, Օնո դեղցի մասին քիչ առաջ տեսանյութ էինք նկարում, հենց Օնոից էլ հարցազրույց էինք վերցնում։ Մոշը 1000 դրամ, իսկ սեխը 80 դրամ։ 70 դրամ։ Պոմիդորն ինչ արժի։ 150։ Սա 150, սա 120, սրանք սա էլ 250, ջերմոցի են, չէ՞ ոնց հասկացա։ Իսկ վարունգի գները 400 մանրը 100 դրամ խոշոր։ Սա կծուբի բարա թե ծիծակ։ Ինչ կանա։ Հատու 80 դրամ։ Սենք խնձորից։ 300 դրամ։ Խնձորը 300։ Նեկտարը 500, սլիվան 500, սա ինչը։ Սալորը 400, իսկ սա ինչը։ Անժելիկա սալոր 600 դրամ։ Սրանք էլ 350։ Սրանք էլ 600 դրամ։ Սրանք տեղական մրգեր են։ Տեսեք ինչ իդեալական մեկը ցույց տամ չափի համար։ Որպեսզի չափը պատկերացնեք, պատկերացեք ինչ մեծ չափի սալորներ են։ Շնորհակալություն։ Մաները 500 խտան, իսկ մեծը։ Մեծերն էլ 200 դրամ։ Ինձ հարցնում եք խտակա թե չկա շուկայում, ահա այստեղ խտակա։ Քիշմիշ։ Որքան։ 400 դրամ։ 400, այսինքն բոլորը 400 դրամ։ Սրանք ինչպես են կոչվում։ Սա մխիթարն է, սա շահումյանն է, նա էլ քիշմիշ։ Հա, սա էլ կարմիր քիշմիշն է։ Շնորհակալ եմ։ Սա էլ թթվի պամիդորն է։ Սա ինչ արժի։ 150 դրամ։ Սա 300 դրամ պամիդորը, սա էլ 200։ Ես էլ կաղան բը։ 170-ից 200 դրամ։ Չամիջի խաղողա ոնց հասկացա։ Խրուստալ։ Իսկ սրա գին ինչքան է։ 300 դրամ։ Սենց սպիտակ խաղող երբևէ տեսել եք սիրելի հետևորդներ։ Ես առաջի անգամ եմ տեսնում։ Գնանք նաև սոխի գները սխտորի գները հարցնենք։ Բարև ձեզ։ Սխտորն ինչ արժի։ 1400 դրամ։ Իսկ սա 1000, սա 1000, մյուսը 1400։ Սա էլ 800 դրամ։ Մոտիկացրու որ դե չէ։ Ուրեմն տանձը 800 դրամ։ Սրանք 600 դրամ։ Իսկ խնձորները 500, 400, 400։ Սա 300 դրամ։ Իսկ ծիրանը 500, 450։ Նեկտարինի գինն էլ կասեք։ 250 դրամ։ Շնորհակալ եմ։ Սա 200 դրամ։ Սա 300, սրա գինը բավականին իջել է, նախորդ անգամ 500 էր, երբ հարցրինք։ Բամյան ինչքան է։ 500 դրամ։ Խաղ 300, դեղցը 300 կամ 250։ Լոլիկները 100 դրամ են։ Սա հենց լոլիկի, պոմիդորի լոլիկ տեսակն է։ Այսպես։ Եգիպտացորենի գինը կասեք 100 դրամ։ 250 դրամ է, Կարմիրը 250 դրամ։ Մյուսը 120, մոտենամ նկարեմ, լավ։ Դե խոշորնա 150-ից մինչև 170, Կախված ինչքան են տանում։ հա, Հասկացա։ Սա որտեղի կարտոֆիլն է։ դա Ստեփանավանն է։ Ստեփանավան։ Իսկ մաները 80 դրամ է, սիրելի հետևորդներ։
Իսկ մանրիկ ունեք, որ նկարեմ մանրը։ Չէ, մանրը չունեք, բայց 70, 80, 60, 150, 140, 130, 120, Հիմա ոնց հասկանանք, հիմա միջինը ինչ գինա, որ 130, եթե ասենք տոպրակով տանում են, ինչքանով եք տալիս։ Տոպրակով 130-ից 120 դրամ, նայած որակի։ Հա, շատ լավ, շնորհակալ եմ։ Իսկ պոմիդորը Պոմիդորը ջերմոցա 200-ից մինչև 300-400 դրամ։ շատ լավ։ Սա էլ 600 դրամ։ Մարինաթի վարունգը 350 դրամ։ Այսպես։ Դուզը։ Կիլոն 1200։ Թասը 1200։ Ուրեմն կարմիր մեծ բիբարները 350 դրամ են, իսկ կանաչը 250 դրամ։ Տեսեք 200 դրամ մանր բիբարներն են, այն աջիկայի բիբար է, այսպես ասած, եթե ուզում եք աջիկա փակեք եւ 300 դրամ էլ սա է։ Արևածաղիկը, ուրեմն 400 դրամ։ Սա ի՞նչ է, ծորի։ Սա ծորի է։ Սա ի՞նչ արժի։ Ինչ արժի։ 250 դրամ սա է։ Տանձերը 600, տանձերը 600, 400։ Իսկ սա 400 դրամ։ Սա ուրիշ տեսակ է։ Սա ինչ արժի։ 700։ Սա էլ ծորին բաց տուփով։ Սա էլ մառուլն է 150 դրամ։ Այս սեզոնի համար իդեալական գին է։ Սա 460։ Բրոկոլին 500, 150 էլ դծմիկները, կաբաչկան։ Իսկ բադրիջաները 150, շնորհակալ եմ։ Սա էլ նազրվան։ Ինչ արժի։ 400 դրամ։ 400 դրամ։ Այս լոբին ինչ արժի։ Սա էլ 400 դրամ։ 450 էլ հոնն է։ Ուրեմն տեսեք, սա էլ վայրի հոնն է, եթե նա պատվաստացն է, սա վայրի հոնն է, 350, իսկ թզերը 400-ից 450 դրամ են։ Գազարն էլ 200 դրամ։ Որտեղի գազարն է։ Մանթաշի։ Սիրելի հետևորդներ, շուկայում կա նաև մեծ քանակի զակատի բանկաներ, ամենատարբեր չափերի։ Եթե գալիս եք շուկա, մի մոռացեք, որ այստեղ կան զակատի բանկաներ ու կարծեմ ամենաէժանը։ Ես միշտ այստեղից գնում եմ, կարող եք մոտենալ, կար նաև այստեղից բանկաներ գնել։ Մոռացա նշեմ, որ նաև շուկայի մոտ անմիջապես ճանապարհի հարող հատվածում կա նաև պանրի խանութ, այսինքն կատնամթերքի խանութ, որտեղ բերում են Հայաստանի տարբեր մարզերից կատնամթերքներ, կարող եք նաև այստեղից գնել։ Այսքանով ավարտում եմ Հովտաշատի շուկայի տեսանյութը, հաջորդը կնկարեմ ձեզ համար Մալաթիայի շուկային, եթե ժամանակ լինի նաև կնկարեմ Սասունցի Դավիթ կայարանի մոտ գտնվող առավոտյան շուկան։ Իսկ դուք բաժանորդագրվեք, որպեսզի մեզ չկորցնեք, սիրելի հետևորդներ, ինչպես նաև կարողանաք ամեն օր թարմ տեղեկանալ օրվա գների, օրվա շուկայի տարբեր տեսակի ապրանքների մասին։ Դե ինչ լավ մնացեք։ Եկել ենք Սասունցի Դավիթ կայարանի շուկա, տեսնենք այստեղ գներն ինչպիսին են։ Տեսեք, ուրեմն փշոտ վարունգը 350, խտան 500։ Սա ինչ արժի։ 150։ Այսպես։ Ուրեմն տեսնեք, պոմիդորը 100 և 150 դրամ։ Բադր ջան, ինչ արժի։ 200 դրամ։ 100 դրամ են եգիպտացորեններն են։ Բարև ձեզ, կարտոֆիլն ինչ արժի։ 200 դրամ։ Իսկ սոխը։ Սոխն էլ 250։ 200 էր։ Տեսնենք այստեղ
Այստեղ մի քիչ խառը իրավիճակ է սիրել հետևորդներ։ Մթերքների մեծ մասը հատակին է ուղղակի թափված։ Տեսնենք հոնը ինչ արժի։ Հոնը նույն երեկվա գինն է 500 դրամ։ Իսկ տեսնենք սա մշակված հոն է, իսկ վայրին։ Կներեք, այս մանր հոնը ինչ արժի։ Մանր հոնը ящикով 400 դրամ։ 800 դրամ էլ ամանով թուզն է։ Կներեք, վարունգը ինչ արժի։ Վարունգը ումն է, ինչ արժի։ Ախպերս վարունգը գինար։ Իսկ մանրը։ Մանրն էլ 500 դրամ։ Տեսեք, նեկտարինը 450 դրամ։ Դեղձը ինչ արժի ձեր մոտ։ 300 դրամ։ 300 դրամ։ Ինչ արժի բրոկոլի։ Բրոկոլին ինչ արժի։ 600 դրամ էլ բրոկոլու գինն է։ Սիրելի հետևորդներ, ես ասում եմ Դավիթ կայարանում կա մի կետ, որտեղ վաճառում են կանաչ հատ գարող։ Հիմա գնամ, տեսնեմ ինչքան է վաճառում։ Սա միայն այստեղ եմ հանդիպում ես։ Մենք հասկանանք։ Բարև ձեզ, ինչ արժի։ Ինձ 1 կիլոգրամ կկշռեք։ Բարև ձեզ, մոշ ինչ արժի։ Ես երկուսը 1500 դրամ։ Իսկ ելակները։ Երկուսն իրար է։ Երկուսն իրար է 1500։ Իսկ ելակը։ Ես 2000, ես 2 եւ 1005։ Լոբին 500 դրամը։ Քանի ադվեկալ եմ։ Եգիպտացորենը 6 հատը 1000 դրամ։ Մի հատը վեկա, լախեց նայեմ։ Սա էլ սեխի եւ ձմերիկի գին է սիրել հետևորդներ։ Բարև ձեզ, Բադր ջան, ինչ արժի։ 200 դրամ։ Իսկ թթվի ծիծակը 300 դրամ, շնորհակալ եմ։ 200 ունենք, 100 դրամ։ Բայց Կարով եւ 100։ Անա կետլեն կետան նոթուրն գա։ Սա 2.5 է, 5000 սա 1000 2 է եւ մալնան էլ 1500 դրամ։ 500 դրամ է լոբինը։ Արկղով 150 դրամ։ Որն էլ ուզում եք, բացեմ մեքեն նայեք։ Այսպեսի երոզորա առավոտյան Սասունցի Դավիթ կայարանի շուկայում ես գնացի մի քիչ ոլոր գարով ասվածը այսպես իրեն հետևորդներ հիմա շարժվում ենք դեպի Մալաթիայի շուկա գնանք տեսնենք այնտեղ ինչ իրավիճակ է հա այստեղ կանանչեղենի գները մոռացա հարցնել հիմա կանանչեղենի գները փորձեմ հարցնել Բարև ձեզ Չէ Աուրա սոխեի պաուրա մնացածը սա 100-ը խառը չհաշված Պետրուշկա 300 սոխը 200 իսկ խառը կանանչին ինչա 250 խառը 250 Սոնքնալ խոշորը 1500 դրամ Մանրն ինչքան է Սա էլ 1600 հետևորդներ Այստեղ նաև հապալասներ կա, սրանք դրսից բերված հապալասներ են Հապալասի գինը 1000 դրամ Ամանը 1000 դրամ հապալասը, բավականին էժանացել է Բիբարները 4-ից 300 դրամ Այսպես սիրել հետևորդներ շարժվեցինք դեպի Մալաթիայի շուկա Ես արդեն Մալաթիայի շուկայում ենք Այսօր որոշել եմ շուկա նկարել ներքևի հատվածից դեպի վերև Հիմա հասկանանք այստեղ մթերքները ինչ գներ ունեն Շարժվում առաջ, դուք տեսեք գները Վարոշկա Ես կքայլեմ, դուք գներին ծանոթացեք Որպեսի էլ հարցեր չտան, որտեղ որ գները չեն լինի Այնտեղ արդեն նոր կհարցնենք Հարցնում եք մաքրության հարցով, ես եկել են այստեղ մաքրություն են անում Շարժվում առաջ, տեսնեք այստեղ ինչ գներ են Ուրեմ սեխը 100 դրամ է Բարև ձեզ Սալորն ինչ արժի? Սալորը 300, 250 Իսկ եգիպտացորենը?
հատը 1000 դրամ։ Շնորհակալ եմ։ Բարև ձեզ։ Լոբին ինչ արժի։ 500 Իսկ Պատրիջանը ու վարունգը։ 200 վարունգը 150 դրամ Պատրիջանը 150, 200 վարունգ։ Իսկ պոմիդորի գինը կասեք։ 250-ից 200 Շնորհակալ եմ։ Շարժում կարաշ տեսնենք ինչ գները։ Ուրեմն տեսեք, սրել հետևորդներ, այստեղ կա կարտոֆիլ 120, կա 200-ով կարտոֆիլ, խաղող ձմերը կա 130 դրամ։ Հիմա բարձրանանք վերև տեսնենք։ Հիմնականում ասեմ, բացօթյա հատվածում շուկայի ավելի էժան է գները։ Տեսնենք դաշտի պոմիդորն ինչ արժի։ Բարև ձեզ, ինչ արժի պոմիդորը։ 200, իսկ խտաները 300, շնորհակալ եմ։ Այստեղ է պոմիդորը 150-ից 200 դրամ է։ Դեղցը 250 դրամ։ Ուրեմն շարժվենք առաջ։ Խաղողն ինչ արժի, բարև ձեզ։ Խաղողը ինչ արժի սա։ 350։ Շնորհակալ եմ։ Բարև ձեզ, ձմերուկ ինչ արժի։ 130 դրամ։ Իսկ սեխը 150 դրամ էլ սեխը։ Չացել արդեն վերջն է, Հա, մի շաբաթ առաջ 350 դրամ էր, հիմա արդեն վերջն է 600 դրամ։ բարձացել է։ Սա որտեղի լոբին է։ Մարտունա լոբին։ Մարտունու լոբին է։ Իսկ այս լոբուգին է։ Եթե լույն գներն է։ Նույն գները։ Իսկ սոխը, Սոխը 200 դրամ։ սոխը 200 դրամ, կաղամբը Կաղամբը մի չկա, այս տարի քիչ է 300-250։ 200-250։ Բազուկ գազարը 300 դրամ։ Բազուկը 200 դրամ։ Գազարը սա 200, ինչպես հասկացա, մյուսը 300։ Այո։ Շնորհակալ եմ։ Տեսեք, այստեղ խնձոր կա 700-ով, խաղող 250։ Այստեղ 400 դրամ խնձոր, 250 դրամ, սալուր ունենք 3 կիլոգրամը 1000 դրամ։ Պոմիդոր։ Բարև ձեզ, պոմիդորի գինը կասեք։ 200 դրամ, իսկ բադրիջանը 150 դրամ, շնորհակալ։ Չէ։ Սա էլ 150 դրամ։ Իսկ ծիծակի գինը 300 դրամ։ 200 դրամի ծիծակի գինը։ Բարև ձեզ, պահածոյի վարունգի գները կասեք։ Սա 600, սա 400, սրանք 600։ Բարև ձեզ, պահածոյի վարունգի գինը կասեք, ինչքան։ Սա էլ 600։ Սա 300, ում սա 600։ Շնորհակալ եմ։ Իսկ սխտորի գները կասեք։ 2000։ Փոքրն էլ է 2000։ Սա 1000։ Տեղականն է։ Իսկ սոխը։ Շատ լավ։ Տեսեք, այստեղ։ Բարև ձեզ, բիբարի գները կասեք։ 300։ Սա 300, նա 200։ Իսկ պոմիդորը։ Պոմիդորը 200, շնորհակալ եմ։ Այստեղ ձմերուկ էլ կա։ Ձմերուկի գինը 120 դրամ։ Խոխը վաճառում ենք 250։ Խառը վաճառում ենք 350։ Համեմը 250։ Պետրուշկեն 300, սամիթը 200, թարխունը 200, ռեհանները 100, Ռեհանները 100, այս նանայա էլի 100, սրանք 150։ իսկ քյարաբուզը Կարաուզը 250։ մեկ էլ ցիտրոնի գինը։ Ցիտրոնը 200-ով է վաճառում, կրտելա է տա մնացել։ Շնորհակալ եմ։ Իսկ բազուկի գինը։ Բազուկի ճավը 100 դրամ։ Բազուկի ճավն էլ 100 դրամ։ Տեսեք, այստեղ թուրսը 500, մեծ բամյաները 400, դեղց կա 200-ով, 350-ով, սալոր, արդեն ուրիշ դեղց 300-ով, այստեղ Վիկտորիա սալորն է, Վիկտորիան է և
Չամիչի խաղող է։ Չամիչի խաղող է։ Քիշմիշը։ 350 Դա 350։ Շնորհակալ եմ։ Եվ եւս մի տաղավար էլ հարցնեն կանաչիների գները։ Մի հարուր սոկը, 350 խառը, 200 համեմը, 300 կոտեմը, 200 շամիթը, 300 սա, ռուշկան, 200 մարուլը, 250 քարավուզը, մեկը էս Հա, 4 շամիթ, ցիտրոնը 200, 200, բանանը 150 և ռեհանը 150, 150 էլ ռեն։ Այստեղ մնաց մենակ քարխունը 200, հարքում են 200։ Շնորհակալ եմ։ խնդրեմ, Այստեղ տեղ ձոր Նազերվանի վարունգը 200։ Ասեք գները։ Որպեսի էլ չհարցնեմ, այստեղ գները կան։ Սա էլ հոնը 500 դրամ։ Գները եկիս կես մյուսը։ Սա 500 դրամ։ Հա, բոլորը 500։ Ինձամ եկո պատահում Սունկի ինչ արժի։ 1500։ Սունկն էլ 1500 դրամ։ 7 հատը 1000 դրամ։ Այստեղ լոլիկը 150 դրամ, վարունգը 200, դդմիկները 200, մի փոքր մեծ են սրանք։ Խաղողի գինը, վարունգը, բիբարը։ Ուրեմն սիրելի հետևորդներ, ծանոթացանք նաև այստեղ գների հետ։ Ուրեմն ուզում եմ մեկնաբանությունների բաժնում, եթե կարող եք գրեք ձեզ որ շուկայից է ավելի հարմար գնումներ կատարել, որ շուկայի գներն են, որ ձեզ համար ավելի մատչելի էին, եւ իհարկե կցանկանամ նշեք, թե որ շուկաները կցանկանաք, որ առաջիկայում գնամ եւ ձեզ համար նկարեմ համեմատության համար, որպեսզի հասկանանք, որ շուկաներից եք ուզում նոր տեսանյութեր։ Դե ինչ այսքանը սիրելի հետևորդներ, լավ մնացեք, բաժանորդագրվեք մեր ալիքին, որպեսզի մեզ չկորցնեք։ Առաջիկայում լինելու են նաև այսպիսի տեսանյութեր։ Կհամեմատենք մեկ օրվա մեջ տարբեր շուկաների գները։ Դե ինչ լավ մնացեք։